Քաղաքական եւ դիվանագիտական հարթակներում ընթացող բանակցությունները թեև շարունակվում են, սակայն դրանց արդյունավետությունը շարունակում է մնալ հարցականի տակ։ Մի կողմից կողմերը փորձում են պահպանել հաղորդակցության ուղիները, մյուս կողմից ռազմական հայտարարությունները հաճախ նվազեցնում են այդ հնարավորությունները։ Բոլորս սպասում ենք, թե ինչպես կողմերը կմոտենան բանակցային երկրորդ փուլին, որտեղ ինչպես հասկանում եք այսօր նախատեսված էր հաջորդ ռաունդը Իսլամաբադում, բայց այս վերջի իրադարձություններից հետո Իրանի տանկերի շուրջ եւ Միացյալ Նահանգների զինված ուժերի շուրջ գրեթե այս բանակցությունները հետաձգվում են։ Հիմա Իսրայելում եւ Իրանում տարբեր օրակարգների մասին են խոսում։ Հիմնական խնդիրները հետեւյալ են՝ Հորմուզի նեղուցի կարգավիճակը, երկրորդը հարստացված ուրանի Իրանում, որը գտնվում է ապագան, եւ երրորդը Իրանի տեսանկյունից Միացյալ Նահանգների զինված ուժերի ներկայությունը եւ ապագան Պարսից երկրներում։ Արդյոք այս իրավիճակը փակուղի է ստեղծում բանակցությունների համար, թե հակառակը փորձում է արագացնել պայմանավորվածությունը։ Արևելագետ Սերգեյ Մելքոնյանի գնահատմամբ երկու երկրներն էլ եւ ԱՄՆ-ն եւ Իրանը կարծում են, որ իրենք ունեն առավելություն մարտադաշտում եւ բանակցային սեղանի շուրջ։ Մենք տեսնում ենք, որ քաղաքական հաղթանակը դեր կրում է Իրանը։ Եվ այդ Իրան հնարավորություն է տալիս արդեն ավելի վստահ իր օրակարգ առաջ մղել։ Բայց խնդիրն է, որ Միացյալ Նահանգները վստահ է, որ Իրանը գրեթե ոչնչացվել է։ Թվաբար ինքը Իրան վստահեցնում է, որ իմաստ չկա ինչ-որ մի բան զիջել Իրանին։ Բայց մենք տեսնում ենք, որ մեկ բան իրենց կարող է ավելի մոտիկ բերել բանակցային սեղանի շուրջ, որ երկուսն էլ ուզում են ավարտել այս պատերազմը։ Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է այս պահին Հորմուզի նեղուցը, որը համաշխարհային էներգետիկ ուղիներից մեկն է։ Ըստ արևելագետի նեղուցի շուրջ ստեղծված լարվածությամբ եւ ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացմամբ կողմերը փորձում են փոխել Հորմուզի նեղուցում ձևավորված ստատուս քվոն, մեծացնելով իրենց վերահսկողությունն ու ազդեցությունը։ Իրանը ուզում է հաստատի, որ ինքը արդեն դե ֆակտո գտնվում է իր վերահսկողության ներքո, եւ դա այդպես է, եւ ուզում է դա բերել դե յուրե արդեն կարգավիճակ, որ արդեն բոլոր աշխարհը առաջին Միացյալ Նահանգներն ընդունեն, որ այստեղ առանց Իրանի ոչ մի բան չի կարող փոխել։ Եվ այս դրա շուրջ են հիմա պայմանավորվածությունները։ Եվ մենք չենք բացառում, որ այստեղ կարող են լինել պայմանավորվածություններ, որոնք Միացյալ Նահանգները եւ Իրանը պայմանավորվում են, որ իրենք կիսում են այն գումարը, որը ստանում են Հորմուզի նեղուցի տրանզիտից։ Եվ ոչ մի երկիրը չի կարող դրան հակասել։ Մելքոնյանն ընդգծում է, եթե այս անորոշ իրավիճակը շարունակվի, ապա Հայաստանը կզգա կարճաժամկետ տնտեսական ազդեցություն, որը կարող է զգացվել մի քանի ուղղություններով՝ գնաճ, մատակարարման դանդաղում, բեռների տեղափոխում։ Խոսելով Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ազդեցությունների մասին, Մելքոնյանը չի դիտարկում Ադրբեջանի հետ առևտուրը որպես որոշիչ գործոն։ Ադրբեջանի հետ առևտուրը մեզ համար գնում է Վրաստանի ճանապարհով։ Եթե մենք խոսում ենք կոմունիկացիաների մասին, ապա մենք Ադրբեջանի տարածքով ոչ միտեղ չենք հասնում։ Մենք հասնում ենք Վրաստան, Ադրբեջան, հետո Ռուսաստան եւ այնտեղից Ղազախստան։ Ինչ է վերաբերվում արդեն բունյութերի մասին, ապա այստեղ մենք ունենք այս հնարավորությունները այլ շուկաներից ինչ-որ մի բան ստանալ։ Խոսք գնում է Ղազախստանի մասին, խոսք գնում է Ռուսաստանի մասին, նկատում եմ այստեղ Ադրբեջանը ինչ-որ լուրջ առավելություն չունի եւ Իրանի դերը այստեղ այլն է, երբ որ մենք խոսում ենք մեր տնտեսության մասին, որոնք մեզ հնարավորություն տալիս ելք ունենալ դեպի Պարսից ծոց, արաբական շուկաներ եւ հետո ասիական։ Արևելագետի խոսքով առաջիկա զարգացումների վերաբերյալ հստակ կանխատեսումներ անել այս փուլում դժվար է, քանի որ հակամարտության յուրաքանչյուր կողմ ունի ռազմավարական նպատակները։ Իսրայելը ձգտում է նվազեցնել Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում եւ ամրապնդել իր դոմինանտ դիրքը։ Իրանը փորձում է ձևավորել նոր տարածաշրջանային ստատուս քվո եւ սահմանափակել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը։ Մինչդեռ ԱՄՆ-ի համար կարևոր է իրավիճակից դուրս գալ հնարավորինս շահեկան դիրքով, հատկապես ներքաղաքական գործընթացների, այդ թվում ընտրությունների ֆոնին։ Էլեն Խուդոյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։